Ընդդիմադիր ուժերն ասում են, սա սովորական ընտրություններ չի, բոլորն են ասում, անկեղծ։ Եթե սովորական ընտրություններ չէր, թոշակներից ինչի եք խոսում։ Եթե սա մեր ինքնությունը պաշտպանելու մասին ընտրություններ է, ինչ թոշակ։ Դուք մտածում եք, որ մարդ, որը որ մտահոգված է իր ինքնությամբ, ուշք ու միտքը թոշակի մասին է, չէ։ Հետևաբար կամ ձեր ասածին տերերեք, ասեք, որ այս ընտրությունները սովորական չեն եւ հետեւաբար ոչ սովորական քարոզարշավարեք, կամ համայտարում եք ասում եք ընտրությունները սովորական չեն, համասում եք օրինակ, մենք առաջարկում ենք, որ պետական բուհերում կրթությունը լինի անվճար։ Ահա, ապրեք։ Իսկ լինելու են պետական բուհեր, իսկ լինելու է պետություն, իսկ ինչ բուհեր են լինելու։ Կամ մենք առաջարկում ենք, որ բորձուրը մի քիչ սենց դրվի, որտեղ Նիկոլան մի քիչ ուծուր է, այսինքն այդ դաշտում, ասենք, ամբողջ Լեռնային Ղարաբաղը լավ բորձուր էր դրած, ուրա, ասֆալտ էր արած, դպրոցներ էին կառուցված, մանկապարտեզներ, հիվանդանոցներ։ Հետևաբար պետք է հասկանաք, ուր ենք եկել հասել, ինչ ենք խոսում։